Շնորհավորում եմ Երկրապահի օրվա կապակցությամբ, ինչ պիտի անենք, որպեսզի կարողանանք վերականգնենք մեր հաղթանակները եւ երկրապահները նախկին փառքն ունենա։ Դավաճաններին վերացնել, ցավոք շատ են։ Այսօր գոռում են եռատուն։ Ինչ եռատունի մասին է խոսքը։ Դաշնակները 18-ից 20 թվականին մեր հերն անիծեցին, կոմունիստների հետ միասին, դա դուրս ենք անում։ Եռատունի մեջ մտնում է նաև Շուշին, բայց ինչ Շուշի մասին է։ Շուշին տվեցին դիտավորյալ մեզ, որպեսզի Ղարաբաղցիները Մարտակերտից եւ Շահումյանից փախնեն գան, անցնեն Շուշի տակով։ Դրա համար Արտուրին վերացրին։ Հիմա էլ նույն այդ տականքները կազմակերպած հետ տվեցին իրանց։ Ինչի մասին է խոսքը։ Ոստ ես գալիս եմ ստե հələ փառք Աստծո, այստեղ կան տղաներ, որոնք կարելի ասած հաղթանակած տղաներ են, բայց ներքև չեմ կարող նայեմ, ինչի համար, որովհետև ամոթ ասել անիմաստ զոհեր, այո, իրոք անիմաստ զոհեր են։ Բայց ինչպես անիմաստ զոհեր, մարդիկ հաղթանակ են ժամանակին։ Ներքևի մասին է խոսքը, նոր ջահելներ են 4-5 հազար հոգին։ Նկատի ունեք 20 թվականի պատերազմից հետո, բայց իրենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի են կռիվ տվել։ Անուշես, ես ինքս եղել եմ իրանց կողքին, նրանք գիտակցաբար եկան եւ գիտակցաբար էլ կողքի մարդկանց միջոցով դավաճանվեցին եւ վերացվեցին։ Նրանք շատ հանգիստ կարող էին, տեսնում էին, որտեղ է թշնամին, վերադաս այդ գեներալ կոչեցյալները։ Թող կռմբակոծեին, ոչ մի բան չարեցին։ Դուք էլ եք կարծում, որ Արցախը տրվեց, մատուցվեց կուտեղի վրա։ Իհարկե, դա ինչի մասին է խոսքը։ Սա հերրու տանող ծրագիր է։ Չգիտեմ, մեր աստվածները ներելու են մարդկանց, թե ոչ։ Օրինակ ես չեմ կարող ներել, եւ շատ տղաներ կան, վերջին մոհիկաններ կան, որոնք չեն կարողանում ներել այդ տականքներին, որտեղ դրանք դիտավորյալ ծրագրված տվեցին, ամեն ինչ արեցին։ Այսօր Հայաստանում ոչ մի հարց չի լուծվել, ինչի համար։ Ո՞վ է տեսել Ղարաբաղցի հայաստանցի, չէ՞ որ այդ Սուրբ գաղափարի համար բոլորս միացել ենք, բայց այսօր Ղարաբաղցի ու հայաստանցի են գոռում։ Ինչ են բաժանում։ Դա ծրագրված չէ։ Բացարձակ ծրագրված է։ Դուք ժամանակին մարտական ոգով եք այստեղ գալիս, նաև պատերազմի երգերն եք ժամանակին հպարտությամբ երգում։ Անին դու ես։ Այո, երգել եմ եւ խումբսել եմ տարել։ Այդ խմբից տղաներ կան, որոնք զոհվեցին։ Ճիշտ է, պատերազմի հաղթանակի գերակշռող մասը ազգային գաղափարախոսությունն ու երկն ու պատմությունն է։ Երկն ու պարն են հոգի տալիս տղաներին։ Բայց այսօր ես զարմանում եմ, մարդիկ կան։ Հիմա այստեղ ինչ պիտի հնչեր։ Մի փոքր հատված է։ Թող ընչե շեփոր, թող զարնեն զանգեր, վրեժ խնդրության մեր ժամն է ասել։ Թող լավ իմանա մեր դենք թշնամին, հայաչի մորնա իր ոսոխային։ Այսօր Գինուսյան Գագոն լսած կաց։ Գինուսյան Գագոն իմ աշակերտներից մեկն է եղել, իմ լավ ընկերը։ Երկու բառ խոսեց դրանց մասին։ Գինուսյան Գագոյի համար։ Ամենադեպս ես ցանկանում եմ մեր ազգին համբերություն եւ ճիշտ կողմնորոշում։ Այսօր ով գալիս է հին գաղափարախոսությունն է գոռում, բոլորը գնում են, կուտա տալիս են ուտում ենք, շատ հանգիստ։ Այնքան եմ կատաղած, որ կարող եմ ոդրույթ սասունցի բառեր ասել, բայց ուղղակի չեմ ցանկանում, որովհետեւ մարդիկա մեծամասնությունը խափնված են ու նորից խափնվում են։ Համբերություն մեր ժողովրդին, աստվածները մի օր մեկի միջոցով բոլորին կվերացնեն, մեկի, երկուսի, երեքի։